Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Կապանում ու բացել այս համաժողովը։ Համաժողովի գաղափարը ծնվեց այս տարվա սկզբին, երբ որ մենք բանկերի միության հետ համատեղ փորձում էինք հասկանալ, թե ինչպես կարող ենք օժանդակել բանկեր իրական հատված երկխոսության խորացմանը, որովհետև չկա երկրի զարգացում առանց տնտեսության։ Մենք նախաձեռնությունը որոշակիորեն հղկելուց հետո նաև առաջարկեցինք մեր գործընկերներին, կառավարության գործընկերներին միանալու մեզ, ու այսօր մեզ հետ է նաև մեր էկոնոմիկայի փոխնախարարը։ Ես կարծում եմ, որ այս հարթակի ստեղծմամբ ու մարզերը այցելությամբ մենք հնարավորություն ենք ընձեռում ֆինանսական եւ ոչ ֆինանսական հատվածի ներկայացուցիչներին, պետական համակարգի ներկայացուցիչների հետ մեկտեղ քննարկել ու ամենակարևորը փորձել լուծումներ գտնել այն խնդիրների վերաբերյալ, որոնք առաջանում են։ Պարոն Ազատյանը Սյունիքի մասին խոսեց, ես կարծում եմ, որ հավելյալ շեշտադրումների կարիք չկա, երևի թե մեր ամենակարևորագույն մարզն է այսօր, ու դա պատճառը, որ մենք հենց այսօր այստեղ ենք, ու նպատակներից մեկը մեր կողմից մարզ այցելելն է, այլ ոչ թե մարզի ներկայացուցիչներին Երևան բերելն է, որովհետև մենք հասկանում ենք, որ տեղում հարցերի քննարկումը հաճախ ավելի հեշտ է լինում բիզնեսի տեսանկյունից։ Այսօրվա հետ կապված ունեն մեծ ակնկալիքներ, որ երկխոսությունը, որը այսօր կփորձենք ձևավորել, կլինի շարունակական ու կլինի բարեբեր այն առումով, որ գիտելիքի եւ ֆինանսական միջոցների տրանսֆեր կլինի համակարգերի միջև։ Ես կարծում եմ, որ մեր այսօրվա ամենամեծ խնդիրներից մեկը հենց գիտելիքի բացն է, որը համատեղ պիտի լրացնենք։ Այսինքն ֆինանսական հատվածը պիտի շատ լավ հասկանա իրական հատվածի խնդիրները, իրական հատվածն էլ պիտի ֆինանսական համակարգի հետ երկխոսության միջոցով որոշակի լուծումներ գտնի իր համար։ Ես ուզում եմ բոլորիս մաղթել լավ բեղումնավոր օր։ Ես այստեղ եմ լինելու, կենտրոնական բանկի թիմը այստեղ է, բանկերը բավականին մեծ ներկայացուցչական կազմով այստեղ են։ Ինչպես նշեցի, այսինքն մեր պետական համակարգի գործընկերները այստեղ են, հենց որ խնդրում եմ այդ առիթը օգտագործեք, մեզ տվեք հնարավորինս շատ հարցեր, որոնց մենք հուսամ ինչ որ պատասխաններ կունենանք,